Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 13-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը մեկնաբանելով Օմանում իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի բանակցությունների առաջին փուլի արդյունքները նշել է. «Կարծում եմ, որ նրանց մոտ ամեն ինչ լավ է»։ ԱՄՆ նախագահը հավելել է. «Ոչինչ կարևոր չէ, քանի դեռ չեք հասել ձեր ուզածին։ Այդ իսկ պատճառով ես չեմ սիրում խոսել այդ մասին»։ Սպիտակ տան հայտարարության մեջ ասված է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի Մերձավոր Արևելքում հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի ուղղակի շփումները շատ դրական եւ կառուցողական են եղել։ Իհարկե Իրանը մշտապես ասում է, որ դա ուղիղ բանակցություններ չի, Ամերիկան ասում է ուղիղ է։ Ուիթքոֆն Արաղչիին հայտարարել է, որ հրահանգներ ունի նախագահ Տրամպից հնարավորության դեպքում լուծել մեր երկու երկրների միջև առկա տարաձայնությունները երկխոսության եւ դիվանագիտության միջոցով, ասված է հայտարարության մեջ։ Սպիտակ տունը հավելել է, որ երկու կողմերը նախատեսում են կրկին հանդիպել հաջորդ շաբաթ օրը։ Իհարկե ամեն օր գրեթե այս թեմային անդրադառնում եմ եւ ամեն օր չեմ հոգնում կրկնել, որ մեզ համար շատ դրական կլինի, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև համաձայնություն ձեռք բերվի։ Այս պարագայում ԱՄՆ-ի դիրքերը այնպես ուժեղ չեն, որ ինքը գնա ռադիկալ քայլերի, ինչ որ մի պահ դա կարող էր անել, երբ որ Իրանը մեկուսացված էր, անգամ վախենում էր Ռուսաստանի աջակցությանը դիմել, Ռուսաստանին էլ ասում էր աման ես չեմ օգնում, ես նրան հրթիռ չեմ տվել, դրոններ չեմ տվել։ Մի խոսքով այդ ժամանակները անցավ։ Այս պարագայում արդեն երբ որ ամբողջ աշխարհի հետ կոնֆլիկտ ունի Դոնալդ Տրամպը, այդքան էլ հեշտ չի իր համար արդարացնի, թե ինչ է Իրանին հարվածում։ Այդ իսկ պատճառով, եթե գոնե այս պարագայում խոսք է գնում այն մասին, որ ցանկանում են հարցերը կարգավորել շփումների միջոցով, միանշանակ մեր համար օգտակար է։ Մեկ անգամ եւս ասեմ, որ ոչ Իրանը, ոչ Ամերիկան կոնֆլիկտի ժամանակ չեն վերանա, բայց իրանց առճակատման պարագայում կարող է այնպիսի անորոշ իրավիճակ առաջանա եւ դրանից առիթավորվեն մեր թշնամիները եւ մենք պետականության կորուստի առաջ կանգնենք։ Դրա համար ավելի շատ մեզ համար ողջունելի այդ իրավիճակը։ Առավել եւս որ չկա նոր աշխարհակարգ, առավել եւս որ չկա որևէ պայմանավորվածություն թեկուզ միջանկյալ մինչեւ նոր աշխարհակարգը լինի, թե հարավային Կովկասի հետ կապված ինչպիսի ծրագրեր ունի Ամերիկայի Միացյալ Նահանգները, ու չասենք, որ եթե Եվրոպան լավ ծրագրեր ունի, Եվրոպան հիմա իր ձեռքը արդեն հասնում է մեզ։ Իհարկե կարելի է փոխադարձ պայմանավորվել, կարելի է անվտանգության հարցեր քննարկել, բայց շատ դուրս պետք է աշխատել, շատ պետք է հետաքրքրի մեր ծրագիրը նրանց, որպես իրանք այդ պարագայում ուղիղ միջամտություն ունենան, իսկ միջամտության ձևը դիվանագիտական, թե ռազմական, թե այլ կերպ դա չի էական։ Կարևորը մենք անգամ նրանցից տես մեծ սպասելիքներ չունենք, էլի պետք չի որ մենք ինքներս ինքնախապեյությամբ զբաղվենք։ Դրա համար է շատ կարևոր, որ գոնե Իրանի հետ կապված խնդիր չլինի։ Դոնալդ Տրամպը եւս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի սահմանած պատժամիջոցները։ Երկարաձգվում է նաեւ ռուսական ակտիվների արգելափակումը։ Իհարկե ակնհայտ է, որ Դոնալդ Տրամպը այնքան զիջումներ ոնց որ արեց Ռուսաստանին, այնպես չի որ արդյունքներ տեսավ դրանից եւ հիմա էլ գոնե սա պահելով ցանկանում է ցույց տա Ռուսաստանին, որ եթե չգնաց զիջումների, այնուամենայնիվ ես էլ չեմ գնա, պատժամիջոցները կշարունակվեն։ Ու միշտ թողում է այդ տեղը, որ իմացի կարող է նաև ավելի կոշտացնեն պատժամիջոցները, դրա համար սա պահում է։ Իհարկե Ռուսաստանի հետ կապված, Ռուսաստանը Իրան չի, Ռուսաստանի հետ կապված, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկանա, որ ուղղակի բոլոր պլանները ձախողվում է Ռուսաստանի հետ սիրախաղերի պատճառով, ստիպված է ալելու դիրքը կոշտացնել, որովհետև այն խայտառակ վիճակը, որ առաջացավ, որ Ռուսաստանին մեր կողմ քաշենք պոկենք Չինաստանից, ոչ միայն Չինաստանին Ռուսաստանից չի պոկել, ոչ միայն Չինաստանին չի մեկուսացրել, այլ Չինաստանը շատ լավ է իրան զգում, նույնիսկ եթե ինքը մաքսատուրքերի պատերազմի արդյունքում նաև կորուստներ է ունենում, ինքը շատ ավելի բարվոք վիճակում է գտնվում, քան Միացյալ Նահանգները։ Եվ եթե որոշ ժամանակ
ընթացքում Միացյալ Նահանգների ձևը չգտնի դա վերանայել, իրական շատ լուրջ դժվարություններ կտեսնի իր երկրի հետ կապված։ Դրա համար Ռուսաստանի հետ կապված վերաբերմունքը Ամերիկայի Միացյալ Նահանգների ամեն օր ենք սպասում, որ պետք է փոխվի, որովհետև դա այն մոտեցումը, որը որ կա օկուպանտը քու ընկերն է, լրիվ փոխում է նոր աշխարհակարգի մասին պատկերացումը։ Հույս ունենք, որ գոնե ի վերջո այս լարվածության արդյունքում Դոնալդ Թրամփը կվերադառնա այն իրական դիրքին, որը Միացյալ Նահանգները աշխարհում ունեցել է։ Այն կշիռը, այն հեղինակությունը, այո, եւ վախեցել են եւ հարգել են։ Մի անգամ եւս ասեմ, այսօր ոչ վախենում են, ոչ էլ հարգում են։ Իսկ ամենաշատ դրանից տուժում են մեր նման մարդիկ ու մեր պես պետությունները, որովհետեւ մենք մտածել ենք, բայց մոլորակի վրա մի հատ տերուտ իրական չկա, որ տեղը դնի ագրեսորներին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է. բազմաթիվ խնդիրներ են կուտակվել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում, ուստի երկու երկրների շփումներից անհապաղ արդյունքներ սպասել պետք չէ։ Խնդիրները չափազանց բարդ եւ չափազանց բարձիթողնված վիճակում են։ Հիմա մենք շատ համբերատար քայլում ենք միասին այս ճանապարհով։ Դեռ շատ քայլեր ունենք անելու, բայց պետք է պարզապես հասկանալ, թե որքան լուրջ վնաս են հասցվել ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերություններին նախորդ վարչակազմի օրոք, նշել է Պեսկովը։ Հիմա խնդիրը նա է, որ սա էլ խոսում է նրա մասին, որ Պեսկովն էլ ասում, որ այն սկզբնական ոգևորությունը իրանք չունեն, հիմա որ անընդհատ բողոքում են ու անընդհատ ժեստեր են անում Տրամփին, անընդհատ ասում են նախկիների ժամանակը հարաբերությունը վատացել, դու հարձակվել ես հարևանիդ վրա ուժի դիրքով, այդ հարևանիդ դու ինքդ տվել էիր անվտանգության երաշխիքներ Բուդապեշտի մեմորանդումով 94 թվականի դեկտեմբերի 5-ին, որը ստորագրել էր նաև Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգների բարձր հովանու ներքո Ուկրաինան համաձայնվեց իր միջուկային զենքը հանձնել Ռուսաստանին, որովհետև ինքը այնքան զենք ուներ, որ աշխարհի երրորդ իր զենքի պաշարով, երրորդ միջուկային զենքի պաշարով աշխարհում երրորդ պետությունը կարող է լինել անկախությունից հետո, երբ խորհրդային միության զենքը իր մոտ էր, որովհետև իր դիրքը այնպեսին էր, խորհրդային միությունը հիմնականում Ուկրաինայում էր տեղակայել։ Հիմա այդ պարագայում իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգները տեր պետք լիներ իր հեղինակությանը եւ իր պարտավորությանը։ Հիմա երբ որ տես փորձում են ժեստեր անել, որ հարաբերությունը նախկինում փչացրել են, ի՞նչն են փչացրել։ Եթե Ուկրաինան վստահ էր Ռուսաստանին, Ուկրաինա-Ռուսաստան միջպետական պայմանագիր ունեին այդ միջուկային զենքը հանձնելու։ Այնա հանձնել էլի, բայց չէ էր հարցը թողում գահստի մինչև Բուդապեշտի մեմորանդում եւ երաշխիք ուզում Ամերիկայից եւ Մեծ Բրիտանիայից։ Այնպես որ ինչպիսի ժեստեր էլ անեն Տրամփին, որ այ դու լրիվ ուրիշ ես, դա բացարձակապես սկզբնական շրջանում կարող է դա ինչ որտեղ աշխատում էր, մանավանդ Դոնալդ Տրամփի համար մի հատ կոմպլիմենտ արա ու ինչ ուզում ես ստացի։ Ինքը իրան պահում է խորհրդային միությանն են երջանկահիշատակ մի նախագահ կար, չէ, որ ումտենում էր, համբուրում էր, ումտենում էր, գովում էր, մեկ էլ Աֆրիկայից, որ արդեն ասում էին փող չունենք բյուջեում, ինչ անենք, ասում են, ինչ պետք է անես, գնում ես մի հատ Բրեժնևի հետ հանդիպում ես, Ամերիկային հայհոյում ես, փողերը վերցնում ես, գալիս ես։ Նա շատ դուրը գալիս է, էլի, որ գնում էին, ասում են, դե դու ուրիշ ես, եկել ենք, քեզ դիմենք, այդ Ամերիկան եւ այլ եւ այլ։ Բայց կարծում եմ, որ ժամանակն է, որ Դոնալդ Տրամփն էլ այդպես մանր-մունր բաների վրա չխաբվի, էլի։ Իսկ հիմա տեսնենք, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև առաջին ուղիղ բանակցությունները տեղի կունենան ապրիլի 15-ից 16-ը Անկարայում։ Երկրները կբանակցեն Սև ծովում նավագնացության անվտանգության շուրջ։ Իհարկե ավելի մեծ ծավալի քննարկումներ չի լինելու, բայց այդ բանակցություններից առաջ Ռուսաստանը նորից ցույց տվեց իր իրական դեմքը, թե ոնց է պատրաստվում պատերազմը դադարեցնել։ Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել ուկրաինական Սումի քաղաքին։ Արդեն 31 զոհ կա, այդ ուղղակի են տվյալով կարող ավելի շատ էլ լինի, որովհետև որոշակի ուսումնասիրություններ ա գնում, տուժածներ կան, որոնք կարող է մահանալ։ Նրանց թվում 2 երեխա, տուժել է 84 մարդ, այդ թվում 10 երեխա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Սումիում տասնյակ զոհեր ու վիրավորներ կան։ Միայն տականքները կարող էին այսպես վարվել, հայտարարել է Զելենսկին։ Իսկ հիմա արդեն Ուկրաինայի հարցով Տրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելեգը, այն որ հիացած էր Ռուսաստանով, այն որ նենց անտեղյակ զրույցներ էր անում, այն որ ոգևորված էր, բացատրում էր, որ ռուսներին չեք կարող հաղթել, պետք է հետները լավ հարաբերություն ունենաք, հիմա ինչ է ասում։
Ռուսական զորքերի այսօրվա հարձակումը Սումիում քաղաքացիական թիրախների վրա ծաղկազարդի կիրակի անցնում է ընդունելի ցանկացած սահման, կան տասնյակ զոհեր և վիրավորներ քաղաքացիական անձինք։ Այդ իսկ պատճառով նախագահ Տրամպը ջանքեր է գործադրում այս պատերազմն ավարտելու համար, հայտարարել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը։ Իհարկե դուք տեսնում եք այս վիճակը, իսկ ուկրաինական պատերազմը երևի ավելի շատ նաև մեզ է հետաքրքրում, քան անգամ Ուկրաինային, որովհետև Ուկրաինան մեծ պետություն է, իր թիկունքին կանգնած են շատ լուրջ աջակցություն կա, շատ-շատերը մտածում են, որ Ուկրաինան ոչ մի պարագայում չպետք է պարտվի, որովհետև դա իրանց արևելյան սահմանն է Ռուսաստանի հետ, ագրեսորի հետ, այսինքն եվրոպական երկրները շարունակում են Ռուսաստանին ագրեսոր համարել եւ ասում են, որ նույնիսկ պատերազմի ավարտից հետո մենք պետք է բերենք զորքերը տեղակայենք ուկրաինական տարածքում եւ մենք պետք է մեր անվտանգությունը ամրապնդենք հենց Ուկրաինայի հետ միասին, այսինքն այս ամեն ինչը խոսում է նրա մասին, որ այս պարագայում, այո, պետքա փորձ անում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորեն, պատերազմը դադարեցնեն, բայց Եվրոպային խաղից դուրս տանել հնարավոր չի եւ այս պարագայում նորից հիմա սա ստիպելու է նորից վերանայել այդ մոտեցումները։ Այսինքն եթե Տրամպը տեսնում է, որ իր ուզածը չեն անում, գոնե Ռուսաստանին պետք է ասի, այս ինչ ես անում։ Վերջո բալիստիկ հրթիռներով, որ հարվածում ես քաղաքի կենտրոնին, այդ էլ նենց չի էլի, որ ասես պատահական ինչ որ են եղավ, այսինքն դու ինչ տեխնիկա ես օգտագործում, չէ, որը որևէ արդարացում չունի։ Այսինքն ընդհակառակ ուժը ես ցույց տալի, որ ես կարող եմ բալիստիկ հրթիռներով խփել, ինչա սպասում ես, որ Ուկրաինան պետք է զիջի դրանից, ինչի 3 տարուց ավել կռվելուց հետո չհասկացար, որ այդ կարգի հարվածները ավելի շատ ինադիակցում, ավելի է մոբիլիզացնում, ավելի է ատելությունով լցված հարձակվում են ռուսական քաղաքների վրա, իրանք է դրոններով հարձակում են, չգիտեք, որ դա տենց է ալնելու, չգիտեք, որ այդ հարվածներով չեք խեղճացնելու, ավելի շատ եք լարելու իրավիճակը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, մաքսատուրքերի հետ կապված իրադրությունը շատ լավ վիճակում է, ամերիկացիներն ավելի շատ փող ունեն, երկիրն ավելի շատ փող ունի։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք օրական 2-3 միլիարդ դոլար ենք ստանում, ասել է Տրամպը։ Հիմա ես էլի կանրադառնամ սրան, սա էլ մեզ համար շատ կարևոր է, մաքսային պատերազմը, առևտրային պատերազմը, որովհետև գիտենք, որ չպետք է մտածել, որ Հայաստանը այդքան ինտեգրված չի համաշխարհային շուկային, որի պատճառով կարող է այդ հարվածները մենք չուտենք։ Այդտենց միամիտ թյուր պատկերացում կար նաև ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ որ 2008 թվականին Ամերիկայից սկսվեց առաջ ֆինանսականը, հետո օբյեկտիվորեն դառնալու էր ֆինանսատնտեսական, իսկ Հայաստանում մտածում էին, որ եթե չնավսեք, չի գա, հերիկա խուճապ տարածեք, չի գալու Հայաստան, մենք տենց ինտեգրված չենք աշխարհի հետ, ինչ եք խոսում։ Ոչ մի պրոբլեմ չկա, ու տեսանք ինչ պրոբլեմ եղավ, անկումը եղավ աշխարհում երկրորդ տեղը, 14.1% անկում։ Այնպես որ ուզում եմ ասեմ, որ այս ամեն ինչի հետ կապված մաքսային պատերազմը որևէ ձևով պակաս ազդեցություն չունի, մանավանդ մենք գիտենք մեր տնտեսությունը ինչ վիճակում է, ինչքան է կախված Ռուսաստանից, ԵԱՏՄ ասում ենք, բայց հիմնականում Ռուսաստանից, ինչքան է կախված տրանզիտ ապրանքներ ուղարկելուց եւ ինչ տեղի կարող է տեղի ունենա իրավիճակի ցանկացած փոփոխության պայմաններում։ Ու եւ այսօր երբ որ չեն կարողանում իրանց ապարքեվավճարների, իրանց ֆրֆռալու, իրանց մեքենաների հարցերը լուծեն, որտեղ շատ դժվար է չեն տեղավորվում, արդեն սկսում են հարկեր բարձրացնել, տուրքեր բարձրացնել եւ ամեն անգամ մեղադրել, որ սրանք ցածր են, էս պետք անենք, այն պետք անենք, հարկային վարչարարությամբ պետք է կարողանանք այդ փողերը հանենք։ Դա ի վերջո գալիս է նրանից, որ չեն կարողանում պահեն դա։ Եվ մեկ էլ արտաքին պարտն ավելանում, պարտքը ավելացավ, սպասարկումն ամեն տարի ավելանում։ Հիմա շարունակությունը հիմա նայենք, երբ որ ասում է, որ 2-3 միլիարդ օրեկան մենք դրանից փող ունենք, բայց ինչ է ասում, ամերիկացիները շատ փող ունեն, այսինքն քաղաքացիները փող ունեն, ոչինչ, եթե ապրանքը 25% կթանկանա կամ որոշ ապրանքները ավելի շատ, որտեղ կա ավելի բարձր մաքսատուրքեր, ժողովուրդը խնդիր չունի, իրանք դա կառնի այդ ապրանքը։ Ես ոնքան հիշողությունս չի դավաճանում, նախընտրական շրջանում Դոնալդ Տրամպը ասում էր, որ ամեն ինչ պետք է անեն, որ գնաճի դեմ պայքարենք, որ ձեր եկամուտներն ավելանա, սոցիալական ծրագրերի հարցեր լուծենք, հերիք մեզ թալանեն, մենք էս պետք անենք, այն պետք անենք, այն պետք անենք եւ շարքային քաղաքացին, որ հիմնականում նաեւ չարքաշ աշխատանքով ապրող մարդիկ աշխատանքով մտածեցին, որ եղբայր, ինչ ենք մենք այսքան տանջում այս ամենահարուստ երկրում, այս ավելի լավ չի գնանք այս մարդուն ընտրենք,
եւ այդ խնդիրները ինքը լուծի եւ ինչ ստացվեց հիմա ինքը որ մտածում էր որ ժողովրդին թալանել են պարզվում է այդ ժողովուրդը լավ էլ հարուստ է Կարա ապրանքին 25% մինչև 100% ավել վճարի, բայց չինական ապրանքները որ դրած գներա որ բարձրացնում է, դրա տակից ո՞նց է դուրս գալու։ Այսինքն ինչ ստացվեց։ Հիմա պայմանականորեն համարենք ապրիլից սկսած մինչև տարվա վերջ օրը մինչև 3 միլիարդ դոլար մուտքեր է ապահովելու։ Մինչև տարվա վերջ ասեք ինչ ալնելու, մի 700 միլիարդ մուտք է ապահովելու։ Բայց դրա հետ կապված ինչքան կորուստներ է լինելու։ Այսինքն այդ մուտքը ով է ապահովելու։ Ամերիկայի քաղաքացին չէ։ Այսինքն Ամերիկայի քաղաքացու գրպանն ես մտե։ Այդ ում ես մտան պատժում։ Ամերիկայի քաղաքացուն ասես դու պետք է ապրանքին 25-ից 50% ավել գումար տաս։ Կամ չես կարող մի առնի։ Բայց կորուստներ չի լինելու, անկում չի լինելու տնտեսության։ Բա գնողունակ պահանջարկը չի պակասելու։ Բա հետո արտահանվող ապրանքները որ չկարողացան, այդ տնտեսության մեջ մարդիկ չեն աշխատում։ Բա նրանք եկամուտները չեն պակասելու, հիմա դրա ցուցանիշներն էլ բա ասեք է, բա սա ասում եք, հա զորով կարած մարդուց բանա հարկ վերցնես, այդ ապրանքը գիտը թանկացնես փողերը գա, բա ինչա դրա դիմաց կորցնում, այսինքն շատ հանգիստ հաշվել եք, որ Ամերիկայի քաղաքացին ոչինչ իր գրպանից կվճարի, հա, դա այսինքն Ամերիկայի քաղաքացուց բյուջե փող եք վերցնում, դրա անունը ինչ էր կոչվում Բասկզբնական որ դուք ասեիք որ ժողովուրդ ջան, մենք ձեր փողերը հաշվել ենք, դուք շատ լավ եք ապրում, կարաք մի 25-ից 50% ապրանքին թանկ վճարեք, այդ մարդիկ ձեզ կընտրեին։ Իսկ հիմա նաև ինչ է ասում, միևնույն ժամանակ պոլիտիկոն հիմնավորելով ավելի քան 15 հիմնվելով ավելի քան 15 երկրների դիվանագետների հետ զրույցների վրա եկել է այն եզրակացության, որ Միացյալ Նահանգների միջազգային առևտրային գործընկերները չեն հասկանում ամերիկյան վարչակազմի նպատակները, որը ներմուծման մաքսատուրքեր է սահմանում։ Դիվանագիտական աղբյուրները ինչպես Ասիա խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից, այնպես էլ Եվրամիության երկրներից շփոթված են Տրամպի վարչակազմի մաքսատուրքերից, ասելով, որ սպիտակ տան շարժարիտները պարզ չեն։ Այդ կարակարծել Դոնալդ Տրամպին պարզ են։ Եթե Դոնալդ Տրամպն ասում է ամբողջ աշխարհը մեզ թալանել է դրա մարտի մաքսատուրքեր սահմանենք, բարձրացնենք, որպեսզի այդ թալանը կանխենք, վաղը եթե մաքսատուրքը իջեցնում ես, հանում ես, մարդը պարզ հարց է տալի։ Բա մեզ ասում է լարել էիր, հանել էիր աշխարհի դեմ, ասում էր բոլորը մեզ թալանել են, ձեր փողերն են կերել։ Հիմա մեր փողերը բա ոնց ենք հետ բերելու, եթե մաքսատուրքերը նորից վերադառնանք հին վիճակին։ Էն էլ հին վիճակին վերադառնալ հնարավոր չի, որտեղ աշխարհի շատ երկրներ վերանայում են վիճակը։ Դուք պետք է ուշադրություն դարձնեք, որ ցանկացած նման քայլ ստիպում է եւ դոլարից կամաց հրաժարվել, եւ Ամերիկայի ապրանքից կամաց հրաժարվել, եւ Ամերիկայի շուկան գայթակղիչ չհամարել։ Նորից մի անգամ եւս հիշեցնենք, պատմական օրինակները բանից դրա համար են։ Երբ որ 1973 թվականին հոկտեմբերի 6-ից 23-ը, երբ որ Յոմ Կիպուրի պատերազմն էր, երբ որ Սիրիան եւ Եգիպտոսը չհաշտվելով 6-օրյա պատերազմ 67 թվականի պարտության հետ եւ նաեւ տարածքային կորուստների հետ իրանք հանկարծակի հարձակվեցին կրոնական տոնի օրը հրեական Յոմ Կիպուր ահեղ դատաստանի մտածելով որ ավելի բարենպաստ իրավիճակ կլինի մարդիկ պատերազմին պատրաստ չեն բացի դրանից էլ նույնիսկ հետախուզական տվյալներ կար որ պատրաստում են հարձակման բայց քանի որ նախահարձակ էին եղել 6-օրյա պատերազմ հրեաները գիտեին որ հարձակվելու են իրանք նախահարձակ եղան, այս անգամ ասեն այն մարդ գործ չունես, էլի եթե մենք հարձակվենք, պետք է ասեն էլի սրանք էս հրեաները սկսեցին եւ այլ, այսինքն իրանք պահաբաց թողեցին եւ շատ ծանր կորուստներ ունեցան, մինչեւ 3000-ը զոհ տվեցին, իրանց համար դա բավական լուրջ թիվ էր։ Բայց այդ ընթացքում մինչեւ իրանք այդ պատերազմում Ամերիկան օգնեց առաջ գնալ եւ այլ, OAPEC-ի երկրները, արաբական OPEC-ը, էլի այսպես ասած նավթ արդյունահանող երկրները որոշեցին, որ սանկցիաներ կիրառեն նավթային էմբարգոային երկրների, որոնք օգնում են Միացյալ Նահանգներին, իսկ Միացյալ Նահանգներն էլ Իսրայելին։ Եվ այսինքն այդտեղ հարվածի տակ ընկավ եւ Մեծ Բրիտանիան, եւ Նիդերլանդները, եւ Ամերիկան, եւ Կանադան, եւ Ճապոնիան։ Չնայած դուժեց ընդհանուր առմամբ արևմտյան շատ երկրներ դուժեցին, մենակ նրանք չէ, որտեղ սկսվեց որոշակի ներքին ցնցումներ ու տեղաշարժեր։ Համի 6 ամիս տևեց, շատ չտևեց հոկտեմբերի 17-ին էմբարգոն նավթային, բայց արդյունքը, որի համար ես ասում եմ, սա ինչ էր։ Արդյունքը ստացվեց դա, որ արևմտյան երկրներն ասին հոп, արաբների վրա հույս դնել չի կարելի։
իրանց որպես գործընկեր հույս դնել չի կարելի, որտեղ իրանք պատերազմ են սկսում եւ այդ պատերազմի ընթացքում իրանք նավթային շանտաժ են անում, որպեսզի այդ պատերազմում մենք չկարողանանք հակահարձակում իրականացնենք։ Չեղավ, պետքա վերանայենք վերաբերմունքը։ Մի քանի տեղ արաբական երկրները պարզա ամերիկան ժողովրդավարություն որոնեց նավթերը գտավ, այդ պարզա այդ ակնհայտա բոլորս գիտենք, որովհետև որտեղ որ նավթ կա, կամ հետները բանակցում են, կապ չունի դե թակավորա թե չէ, կապ չունի բռնապետա, միապետա իրանց ընկերնա, կամ եթե չէ ժողովրդավարություն են ման գալի, նրանք գցում։ Այդ մի նորություն չի, ամբողջ աշխարհը գիտի։ Բայց եւ միևնույն ժամանակ զուգահեռաբար ինչ կատարվեց։ Խորհրդային միության դերը կտրուկ մեծացավ, այսինքն իրանք կամած ասին, սրանց չի կարելի հույս դնել սրանց վրա, կամած տեղափոխվենք խորհրդային միության վրա։ Հետո էլ խորհրդային միությունը սկսեց շանտաժ անել արևմուտքին, որտեղ իր դիրքերը ուժեղացավ։ Այսինքն ես ասում եմ նրա համար, որ ցանկացած նման հարց ստիպում է մտածել, որ այդ շանտաժից դուրս գան, այսինքն իրավիճակը եթե Դոնալդ Տրամպը վերանայի, միևնույնն է, մարդիկ պետք է մտածեն, չէ ախպեր, մի րոպե, ավելի լավ է մենք ուրիշ շուկա փնտրենք, որովհետև ցանկացած պահի կարող է այս իրավիճակը կրկնվի։ Այսինքն դուք պատկերացրեք 73 թվականի քայլը, 73 թվականի նավթային էմբարգոյի դասը, բերեց 2022 թվականին Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա եւ Եվրոպային շանտաժարեց, որ նավթը չեմ տա, գները կթանկանա, գազը կթանկանա։ Դա դուք պատկերացրեք այդքան ժամանակ նա առավելություն է։ Խորհրդային միության ժամանակվա այդ պատերազմի արդյունքով Ռուսաստանը, որ խորհրդային միությունը փլվել է, այդ պատմությունը սա է, որը պետք է պարզապես այն մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ եւ աշխարհաքաղաքականությամբ, պարտավոր են այդ պատմության դասերը ուսումնասիրել, որ պատկերացնեն քանի տարի հետո անգամ Ռուսաստանի ձեռը կրակ ընկան արաբական երկրների այն քայլի պատճառով, որ մի 6 ամիս հետո իրանք հանեցին էմբարգոն, բայց դա հերիքեց, որ իրանք 50 տարով խնդրեմ ունենան։ Եվ մտածեն, որ իրանց վրա չի կարելի հույս դնել, նախ պետք է իրանք միասնական չլներ, այդ միասնականությունը պետք է կոտրել, ինչ արաբական պետությունների լիգա, ինչ միասնականություն, դա չի կարելի թույլ տալ։ Եվ դուք տեսաք այդ ամեն ինչը, որ իրանք ինչքան ցանկանում են միասնական լինել, չի ստացվում, որովհետև ուրիշ շահեր արանքում կա, որ երբեք իրանք չպետք է այդպես գործեն։ Այնպես որ այս կարգի բաները պետք է ուշադրություն դարձնել, որ վաղը մյուս օրը եթե տեսնեք, որ մարդիկ կամաց դոլարից են հրաժարում կամ ամերիկյան շուկայից կամ ամերիկյան ապրանքից, նույնիսկ եթե բերես զրոյական վիճակ, այսինքն մինչև այս շանտաժի վիճակը, այլևս առաջվանը չի լինելու, այդ նույն վիճակը չի ստացվելու։ Իսկ դա մեզ ուղղակիորեն հետաքրքրում է, որովհետև ի վերջո մենք փոքր պետություն ենք, ումից ենք ակնկալում նոր աշխարհակարգը։ Մինչև հիմա գիտեինք, որ պետք է թույլին պաշտպանեն ուժեղը ուժի դիրքերից պետք է հարևանի տարածք չմտնի։ Այսօր որ ուժեղը մտնում, ասում են հալալա քեզ։ Թուրքիային կոմպլիմենտ են անում, ասում են Սիրիան գրավեցիր 2000 տարի ոչ մեկը չէր կարամ դու արեցիր։ Հետո մի հատ էլ կոմպլիմենտ անեն Հայաստանի հետ կապված։ Իսկ հիմա Անտալիայի այդ հանդիպումներից հետո ի վերջո լավ մի հատ ամփոփիչ բան ինչ էր վերջահարած Միրզոյանի ասածը հանդիպեց սրա հետ հանդիպեց նրա հետ հանդիպեց սրա հետ խոսացին երեգել ենք անդրադարձել այդ թեմային բայց մի հատ գոնե ամփոփիչ մասը նայենք մենք վերջերս առաջարկ ենք արել Ադրբեջանին հաղորդակցությունների հաստատման վերաբերյալ Համաձայն որի նրանք հասանելիություն կստանան մեր երկաթուղային ենթակառուցվածքներին, իսկ մենք հասանելիության կստանանք նրանց տարածաշրջանային երկաթուղային ենթակառուցվածքներին։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանի հարավում կա 45 կիլոմետր, որը հավանաբար կամ թերևս ակնհայտորեն ամենակարճ ճանապարհն է Ադրբեջանի երկու հատվածները կապելու համար, եւ մենք առաջարկել ենք կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ։ Կան էլեկտրոնային սկաններներ, որոնք թույլ կտան մեզ խուսափել ապրանքների բեռների ֆիզիկական զննությունից, կիրառել էլեկտրոնային հայտարարագրեր, որոնք կարող են փոխանակվել համապատասխան կառույցների միջև։ Սա թույլ կտա առավելագույն արագությամբ իրականացնել անցումը եւ այլն։ Մենք արեցինք շատ կոնկրետ առաջարկ, սակայն դրական պատասխան չկա։ Հնարավոր է նրանք ունեն հիմնավոր մտահոգություններ, չգիտեմ, բայց կրկնում եմ, սա ընտրության հարց է։ Սկզբում ադրբեջանական կողմից քիչ թե շատ դրական արձագանք նկատեցինք, բայց հիմա տեսնում ենք ավելի սառը վերաբերմունք այս առաջարկին։ Հիմա ինչա սա նշանակում։
Այսինքն նույնիսկ Հայաստանը հասցրել է այն վիճակին, այն որ ասում էր անխոչնդոտ անցում, ապրանքը կգա կանցնի, սկաներներով կնայենք, թղթերը էլեկտրոնային կանենք, ոնց կգա կմտնի, տենց էլ կգնա, որևէ պրոբլեմ չունեք, բայց այս առաջարկությանը Ադրբեջանը համաձայն չի։ Մի հատ հարց է ծագում։ Էս են Ադրբեջանը չի, որ սաղորը լացուկոցը դնում է, ասում է Ադրբեջանի մայր տարածքից Նախճեվանի հետ կապվելը մեզ համար շատ կարևոր է, նենց դա խնդիրները եւ այլ անընդհատ խոսում է դրա մասին, ցանկացած ատյանը միջազգային ասում է դեպի այդ ճանապարհը բացվի, դա շատ կարևոր է, մենք չենք կարողանում մեր երկու տարածքների հետ շփվենք, սենց ոնց կլինի եւ այլ։ Այսինքն նշանակում է դուք առավելագույն պարզեցված տարբերակն առաջարկում եք եւ Ադրբեջանը չի համաձայնվում։ Այսինքն նույնիսկ ինչ ասում, սկզբում քիչ թե շատ դրական արձագանք նկատեցինք, հիմա տեսնում ենք սառը վերաբերմունք այս առաջարկին, որևէ պատասխան, բայց այդ դեպքում հարց, բա Ադրբեջանը ինչ ա ուզում, Արարատ Միրզոյան, բա դու չես մեր արտգործնախարարը, բա որ ասում ենք ինչ ա կատարվում, ասում ենք այ մարդ, դե թողեք էլի, թողեք մեր հարևանների հետ հմուտ կերպով հարաբերություն հաստատենք, հիմա հարց ենք տալի, լավ, մենք չենք ասում, որ Ադրբեջանի նպատակը այդ տարածքը ուժով վերցնելն է, դրա համար ամեն օր պատրվական ման գալի, կամ սպասում է աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակի, լավ, մենք վատն ենք, մենք միայն վատն ենք նկատում, դնենք մի կողմ մեզ, դու ասա, ամենալավ տարբերակն առաջարկել ես Ադրբեջանին, որն էլ մեծ ցանկություն ունի ու խիստ անհրաժեշտություն իր տարածքից ամենակարճ ճանապարհով գնա իր մյուս տարածք, բայց ինչի՞ չի համաձայնում։ Ինչին է ինքը ավելին ուզում, բա ինչ է ուզում ավելին։ Ասում ես բեռը չի կանգնելու, բեռը եկավ մտավ, էլեկտրոնային փաստաթղթերը մենք կանենք, բեռը սենց կգա, ոնց արագությունը առանց պակասացնելու կգնա, սկաների մեջով կանցնի, եթե որևէ ապրանք չկա, որը անթույլատրելի է, նա հանգիստ էլ կանցնի ու կգնա, որևէ պրոբլեմ չկա, սկի չի զգացվի, որ սահմանը հատել։ Բայց հրաշալի առիթը, Ադրբեջանը եթե չի համաձայնվում, բա ինչ ա ուզում։ Ուզում ա, որ դու նույնիսկ սկաներով չանցկացնես, թե ինքը չի ուզում, որ դա ալնի, չի ուզում փաստաթուղթ ստորագրի, որ ինքը Հայաստանի հետ կապված պայմանավորվածություն ունի, որտեղ ցանկություն ունի այդ տարածքը ֆիզիկապես վերցնի։ Դրա համար ենք մեզ ճղում, ասում ենք, հերիքա այդ ձեր կապիկությունները թարգեք, ինչ ա ձեր արածը։ Մենք ասում ենք, որ նա ձեր վրա առիթաման Հայաստանի վրա, հասմա Հայաստանը զինվում է, Հայաստանը հարձակվում է, Հայաստանն է անում, Հայաստանն են անում, դիտավորել ամբողջ աշխարհին դա է, Հայաստանը չի ցանկանում սահմանադրությունը փոխի, Հայաստանը չի ցանկանում ընտառաջ գնա, խաղաղություն ինքը չի ուզում, ամբողջ աշխարհին դա ինչի համար է ասում։ Պատճառ ունի դա թե չէ։ Ու այդ պարագայում, որ իր համար այդ ճանապարհը, կյանքի ճանապարհը իր մի տարածքը մեկին միացնելու համար ինքը հրաժարվում է։ Արարատ Միրզոյան, դու բացատրություն ունես, դե բացատրությունը ժողովրդին տուր։ Մենք վատ ենք բացատրում, դու բացատրությունը ժողովրդին տուր։ Հիմա այս հայտարարությունը, որ արել ես, Հայաստանում բոլորը կարդացել են։ Մարդիկ էլ այն ովքեր որ հասկանում են ինչ ա կատարում։ Հիմա իրանց հարց են տալիս, չէ՞։ Ասենց արտոնյալ պայման եք ստեղծել Ադրբեջանը, որ չի համաձայնվում, բա ինչ ա ուզում մեզանից։ Դե դուք ասեք ինչ ա ուզում։ Իսկ դուք կարողանում եք դեմն առնեք։ Բայց սա է որ մեզ համար մտահոգիչ է։ Թուրքական Անադոլու գործակալությունը ու դա այդ պատահական չէ, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն էլ գնացել էր ասում է ճանապարհավանացնի միլիարդներ կունենանք, անվտանգություն կունենանք, այսինքն փաստորեն Ադրբեջանը չի ուզում որ դու այդ միլիարդներն ունենաս, չի ուզում անվտանգություն ունենաս։ Դու անընդհատ առաջարկում ես եւ ոչ մի բան չի ստացվում։ Թուրքական Անադոլու գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյուն Բայրամովն ասել է. «Էս էլ փաստորեն արդեն այդ հանդիպումներից հետո ինքը ամփոփել է, քանի դեռ Հայաստանի սահմանադրությունը չի փոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է, կատեգորիկ ձևով ասում է դա։ Եթե խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնարին է, դա այսինքն 2 տարի հանգիստ թողեք չի լինելու դա, սա այն դեպքում, երբ որ նորից հիշացնեմ, թե ոնց էին մեզ համոզում, որ Դոնալդ Տրամպը որ ողջունել է այդ խաղաղության փաստաթղթի համաձայնեցումը, դա այնստով ենք որևէ խնդիր չունենք, լավ մի երկու հոգի էլ այնց ոգևորված ասում են, անենց Ալիևին տեղը դրել, անենց վիճակ,
ում համար եք ասում ժողովուրդ, ում եք ասում դա, ում եք խաբում, ինչի համար եք խաբում, մի երկու օր հետո այդ նույն մարդիկ այդ նույն իրավիճակը չեն տեսնում, չեն տեսնում, որ այդ նույն Դոնալդ Տրամպի ողջունի նամակից հետո այսպիսի կատեգորիկ պատասխան է տրվում, այն դեպքում, երբ որ զիջումների Հայաստանը գնացել է։ Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանի մեկ այլ պայման է ԵԱԿ Մինսկի խմբի լուծարումը։ ԵԱԿ Մինսկի խումբը 30 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել, Ղարաբաղի հարցն այդտեղ արդեն լուծված է եւ այդ տարածքները Ադրբեջանի կազմում են։ Հայաստանը նույնպես դա ճանաչել է։ Նման իրավիճակում Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու Հայաստանի շարունակական ջանքերը մեզ համար հարցեր են առաջացնում։ Մենք համառորեն պահանջում ենք Մինսկի խմբի լուծարում, ասել է Բայրամովը։ Էդ էլ որ Արարատ Միրզոյանն ներեգել էր ասում բավականախաղաղության պայմանագիրը ստորագրենք, մենք այդ Մինսկի խմբի հետ կապված փաստաթուղթներ կստորագրենք։ Եվս մեկ անգամ հասկանանք ինչի է Հայաստանը մտել դրա պարտավորության տակ, նույնիսկ ինչի է ասում դա էլ կստորագրենք։ Եթե դու չես Արցախը ճանաչում ես Ադրբեջանի կազմում, ինչ գործ ունես դու Մինսկի խմբի հետ, դու դուրս ես գալի այդ բանակցությունից, դուրս արի այդ բանակցությունից, ով է քեզ խանգարում, դուրս արի։ Ինչ կապ ունես դու Մինսկի խումբ կարայր ստեղծեիր։ Այսինքն այդ կառույցը ստեղծվել է, Եվրոպան ներկայացրել է Ֆրանսիան, Ռուսաստան եւ այնտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ով է Հայաստանը, որ Հայաստանը պետք է Մինսկի խումբ ստեղծեր։ Բայց Մինսկի խումբը ստեղծվել է հարց լուծելու համար, Արցախի կարգավիճակի հարց լուծելու համար։ Այսինքն այդ մարդիկ եթե չեն համարում, որ դա այլևս իրենց սպառած է, դու ինչ ես նախաձեռնում դա։ Կարող է նույնիսկ նախաձեռնես, դրա ոչ մեկը բանի տեղ չդնի քո նախաձեռնությունը։ Բայց արդյունքում դա ինչի է անում։ Ինչի ես դու նորից կապում Արցախի հարցը Հայաստան-Ադրբեջան կապի հետ, եթե ասում ես մենք Արցախը ճանաչել ենք այնտեղ ու մենք իր հետ կապ չունենք, նույնիսկ նրա հետ կապված ոչ իրավունքի, ոչ անվտանգության հարց չենք էլ նենք ներառել խաղաղության պայմանագրի մեջ։ Բայց այդ դեպքում Մինսկի խմբի հարցը ինչի է անում, նորից ընդունում ես նախապայմանը։ Անտալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հետ։ Իհարկե նաև լրագրողների հետ, թուրքական լրագրողների հետ էր հանդիպել նաև Արարատ Միրզոյանը, դե գիտեք, մերոնք ուղղակի այս թուրքական լրագրողները որ տեսնում են, սենց հալվում են, սենց գետնի վրա հոսում են։ Դա լինի վարչապետ, լինի նախարար, կապ չունի։ Թուրքին տեսան, չկան իրանք, գոյություն չունեն։ Սենց չգիտեմ ինչ անբացատրելի սերա, դա սերա փողի նկատմամբ, թե արյան կանչով է, չեմ կարող ասել, բայց սենց բան ես չեմ պատկերացնում։ Այսինքն ինչ է, այդպես հաջող էր, հա, Նիկոլ Փաշինյանի հանդիպումը լրագրողների հետ, հիմա էլ Արարատ Միրզոյանն է հանդիպել։ Եվ հիմա պատասխանը նա, մի հատ լրագրողի մի հատ հարցնեմ, կարծեմ մնացը բան չանենք։ Լրագրողը Միրզոյանից հետաքրքրվել է, Անկարան ինչպես է վերաբերում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմային։ Միրզոյանն ասել է, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը Հայաստան-Թուրքիա, եթե ոչ երկկողմ օրակարգի, ապա խոսակցության շփումների մաս է։ Կարող եմ ասել, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության համատեքստում պայմանավորվածությունների կատարման տեմպի առումով թուրքական կողմը որոշակի սահմանափակումներ է ենթադրում պայմանավորված Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով։ Մեր մոտեցումն է, մոտեցումն իրականում այլ է, կարծում ենք, որ առաջընթացը Հայաստան-Թուրքիա ուղղությամբ իր դրական ազդեցությունը կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման վրա։ Ում է հետաքրքրում քո մոտեցումը, այսինքն դու ինչ ես ասում։ Ասում ես, ընդունում ես, որ Թուրքիայի հետ բանակցում եք, Թուրքիան ասում է, մինչև Ադրբեջանի հարցը չլուծեք, ավելի կոպիտ են ասում, մինչև Ադրբեջանի պայմանները չկատարեք, մեր հետ հարաբերություն դուք չեք կարող կառուցել։ Քանի անգամ դա պետք է ասվի, բա նրանց հայտարարությունն էլ է, չէ, Հայաստանի հասարակությանը հասու դառնում։ Մարդիկ լսում են, չէ, ձեզ ինչ պայման են դրել։ Հիմա ասում եք, այո, բանակցությունների ժամանակ, եթե ոչ ուղիղ բանակցության, ապա իրանց խոսույթում եւ իրանց քայլերի մեջ իրանք ասում են Ադրբեջանի հարցը չլուծեք, պայմանը չկատարեք, այս կողմերը չերևակ, չի լինելու։ Ինչ էլ բանակցենք, ինչ էլ անենք, ինչ էլ քայլեր անենք, չի լինելու։ Հիմա ասում եք, բայց մենք կարծում ենք, որ եթե Թուրքիայի հետ հարաբերությունը լավացնենք, դա կօգնի նաև Ադրբեջանի հետ լավացնել, այսինքն ձեզ չի ստացվում Ադրբեջանի հետ հարցը լուծել, Թուրքիան ասում է Ադրբեջանի պայմանը չկատարեք, մեզ հետ գործ չունեք, դուք ուզում եք Թուրքիայի հետ այնքան լավանաք, որ Թուրքիան
Ադրբեջանը ինչ են շիասի մինչև Հայաստանի հետ թուղթ չտորագրես, այս կոմերը չերևաս, ժողովուրդ դուք այդ աշճանի պրիմիտիվ եք, ասում եմ մեր ցանկությունն է, ում է հետարկում քո ցանկությունը, եթե դու քո ցանկությունը չես կարողանում իրականություն դարձնես, ուրեմն դու քո տեղում չես։ Հիմա որ դա ասեցի, ժողովուրդը լսեց։ Մենք ցանկանում ենք դա, բայց Թուրքիան չի ցանկանում, հետո ինչ ենք անում, որ Թուրքիան ցանկանում։ Կես ամեն ինչի մեջ ամենակարևորը, որ Սյունիքի մարզի Շմանիձոր համայնքում Նիկոլ Փաշինյանը այս ամբողջ աշխարհում պատկերացիք չէ ինչա կատարում։ Բարկացավ, երբ տեսավ, որ պուլպուլակը բաց է եւ ջուրը հոսում է, ցայտաղբյուրը։ Բնակիչների բողոքին ի պատասխան, թե տարվա մեջ 5 ամիս խմելու ջուր չեն ունենում, ստիպված մեքենաներով այլ համայնքներից են ջուր բերում, Փաշինյանը ցույց տվեց ցայտաղբյուրը, գալիս եմ կանգնում, ասում եք օրերով ջուր չենք ունենում, մեկ էլ լսում եմ չեր, ինչի մի բան չեք դնում, փակում ջուրը, եւ թե Երևանում ամեն մեկ ատամ լվանալիս 5 վայրկյան ավել ոչ նպատակային օգտագործի ջուրը, այդ կնշանակի Շվանիձորի նման 62 համայնք ջրից կզրկվի։ Սա վերաբերմունքը Հայաստանում հազարավոր նման պուլպուլակ կա, կռանտ դրեք, ասում եք ջուր չկա, եթե մեկ էլ լսում եմ չեր, սենց ցեք օգտագործում, դրա համար ջուր չկա, սենց որ գնա, մի ամիս հետո էլ ջուր չեք ունենա, կլինի ես կռանտն առնեմ, դնեմ, թե քացով տալու եք, պոկեք։ Սա լավ, այս պրիմիտիվ մոտեցումները գնացել նորից ժողովրդի խրատնել ա տալի, շատ անհաջող եք, շատ վատն եք եւ այլ։ Հազարավոր այո ցայտաղբյուր կա, ձմեռն էլ հոսում էր, մի անգամ էլ ես եմ ասել, զբոսաշրջիկները գալիս են միած զարմանում են, ասում են, այս ոնց է ամառը ցայտաղբյուրը, փողոցում ջուրը գնում է, այսպես էլ համով ջուր, ձմեռն են նույն զբոսաշրջիկը գալիս, էլի զարմանում ասում, այստեղ անտերություն է այս երկրում, այս անտերությանը տեր չկա, այս ձմեռվա կեսին այս ցայտաղբյուրի ջուր են չի ագնում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը մեղադրում է, որ այդ ցայտաղբյուրների ջուր ագնում ինչ է առաջարկում։ Փողոցի ցայտաղբյուրը ումն է, հանրային սեփականություն է, չէ՞։ Պետության կողմից գրանցված է, թե չէ։ Պետությունը կարող է այդ որևէ ջրի գիծը, որ բերել հասցրել են այդ ցայտաղբյուրին, բա բերում եք տուն եք հասցնում, ջրաչափ եք դնում, փող եք ուզում։ Լավ ջրաչափ չեք դնում, ցայտաղբյուրին հասկացանք, կետ եք բերել հասցրել դրան, ով է դրա պատասխանատուն։ Ես որպես քաղաքացի, եթե գիտեմ ցայտաղբյուրը վատ է, որ ջուրը հոսում է, ես իրավունք ունեմ գնամ նրա վրա փական դնեմ։ Եթե ես իրավունք ունենամ փական դնեմ, մի ուրիշներ կարող է իրան իրավունք վերապահի, այդ փականը ջարդի։ Մի երրորդն էլ իրան իրավունք վերապահի, բերե մի հատ ռետինե խողովա կպցնի, այդ ջուրը տանի լցնի իր բակը կամ չգիտես ինչ անի։ Այսինքն դա ում է պատկանում, մենք պետություն ունենք, թե չէ։ Այս անտերությունը տեր ունի, թե չէ։ Ում վրա ես մեղադրում։ Ատամ լվալու մասին ես մտածում, իհարկե փնթի մարդկանց համար ամենամեծ խնդրեմը ատամ լվանալու համար ծախսված ջրի քանակն է։ Մարդը այդ ատամ լվալու ջուրը ծախսում է, փողն էլ վճարում է, ջրաչափն էլ դրած է։ Գնա այդ փողոցի ջուրը, որ հոսում է, կորուստների անվատակ մարդկանց վզին եք դնում, դրա մասին մտածեք։ Մտածեք ոչ թե մարդուն մեղադրեք, թե ինչի չես դու փական դնում։ Ով պետք է փական դնի, պետական ցայտաղբյուրին, ով, ում վրա ես կասկածում։ Այսինքն փողոցում ով իր մտքին ինչ անցնի կարող է անի, բա գնացեք հաշվառեք փականն էլ դրեք, կամ կանչեք ջերմուղի աշխատողին էլ ասեք դու դիր այդ փականը, ինչ ես կորուստները բերեմ մեզ տալ, սակագինը դուք չեք սահմանում, դուք չեք նայում կորուստները որտեղից է գալի, ձեզ չեն բերում ցույց տալի թե ինչ հաշվարկի արդյունքում է դա, ում եք դա մեղադրում, ով պետք է դա անի, որտեղ աշխարհի այս ամբողջ բաներից կտրված ոչ մի բանից խաբար չեք, բա ինչ պետք է անեք, դրա համար էլ դիքցեք ժողովրդի վրա։ Հիմա մի հատ բան, եթե հասցնեմ սենց արագ կարդամ, որովհետև հիմա ընտրություններից առաջ ենք, իսկ 21 թվականի հունիսի 20-ին էր ընտրությունները, ապրիլ ամսվա մասին է խոսքը, դե հիմիկվա մասին է խոսքը, էլի հիմա էլ դե տեսնում եք ինչ հայտարարություններ, ինչ կրակոտ ելույթներ եւ այլ, հիմա նորից էլի բախվելու ենք նման բաների, ավելի լավ է մի հատ հիշացնեմ, որովհետև թվում է թե ոնց որ նոր գրածել լինի։ Ուրեմն վերնագիրն է, վերջապես հասկացանք, որ բավարար չէ հրեշին սպանողը հրեշ չդառնա, նա պետք է վերացնի հրեշին իշխանության բերող ու այդ իշխանությունը պահող համակարգերը։ Հաճախ ենք լսում նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած հայտնի գործիչներից. ես լինեի երկրի ղեկավարը, պատերազմ չէր լինի, մյուսը ես լինեի պատերազմը կհաղթեի, մեկ ուրիշը ես դառնամ վարչապետ, գերիներին կվերադարձնեմ, մեկն է ես լինեմ վարչապետ, առանց պատերազմի Հադրութն ու Շուշին կվերադարձնեմ,
Ինչն է կարևորը, գործ ունենք բարձր կամային հատկանիշներով փորձառու լուրջ կապեր ու հնարավորություն ունեցող պինդ տղեկի հետ, որոնք հավասարը հավասարի պես կհարաբերվեն մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ղեկավարության հետ, ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա գնալ զիջումների, Թուրքիային կհասկացնեն, որ նա լուրջ խնդիրներ ունի աշխարհի շատ երկրների հետ, ու եթե մեր հարցում շարունակի իրեն այսպես վատ պահել, ապա մենք էլ ստիպված մաս կկազմենք հակաթուրքական ուրվագծվող ալյանսին, բայց միջազգային մասշտաբի ուժեղ տղեկն այս ամենը չեն կարող անել, քանի որ չեն կարողանում գահանկեց անել տեղական նշանակության մի թույլիկի։ Այս է ժողովուրդ ջան, այ մենք կնենց կանենք, գնենց կբանակցենք, այ մարդ չենք կարող մեզ Փաշինյանին տուն ուղարկենք, բայց ինչի ենք ուղարկում, որովհետև թույլի կա, պարտված է եւ այլ, տղեկ ջան, դա ձեր քաշը։ Սրա համար էի տարիներով ասում, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի վերադարձը նախկինին բացառվի, որ մեզ այնպիսի ուժ է պետք, որ այլընտրանք լինի թե նախկին, թե ներկա իշխանություններին, որ նախկինի եւ ներկայի պայքարը մեզ ապագա չի տանում, որ ապագայի լուրջ ծրագրեր են պետք, ու այդ ծրագրերը կյանքի կոչելու ունակ թիմ, փորձառու լիդերով, ու ամենևին պետք չէ դա անձնավորված պատկերացնել։ Նախկին կարող է լինել անգամ 20 տարեկանը, իսկ 120 տարեկանը լինել հարուստ կենսափորձով ապագայի գործիչ։ Տարբերությունն աշխարհընկալումն է, միտված անցյալին, թե ապագային, առաջ գնալ առաջ նայելով, թե հետ։ Փողոցի պատահական գործիչը, շիզոֆրենիկը, էքսցենտրիկը, պետական կառավարման հարցում միանգամայն ապաշնորը, միջազգային մասշտաբի սուտասանը, գավառական ավանտյուրիստը, թուրքի կոշիկ լիզողը, հողատուն ու կապիտուլյանտը, այս փակագծի մեջ գրել եմ, սրանք թունդ ընդդիմադիրների բառաֆոնդից եմ ասում, էլի ոչ թե իմ։ Դառնում է երկրի ղեկավար ու կաթողիկոսները, մտավորականներն ու գիտնականները, զինված ուժերը, աշխարհի ազդեցիկ հայերը, շատ ու շատ հայտնի անձերն ու կառույցները նրա հրաժարականն են պահանջում, իսկ մի շարք կուսակցություններ հայտնի լիդերներով, փորձառու գործիչներ, աշխարհ տեսած, աշխարհի մեծերի հետ նստած վերկացած, ֆանտաստիկ ֆինանսական ռեսուրսներով մեդիա մեգասպասարկումով Ռուսաստանի ու Հայաստանի հանրային լուրջ գործիչների աջակցությամբ չեն կարողանում Փաշինյանի հրաժարականին հասնել ոչ ընտրությունների միջոցով, ոչ փողոցային պայքարի։ Սա ենք ժառանգել նախորդներից, ինչը վտանգի տակ է դնում հազարամյակների մեր ողջ քաղաքակրթական ձեռքբերումներն ու այդքան մեծ դժվարությամբ ստացած անկախությունը։ Ու պետք չէ ասել, թե նախկինում կյանքն ավելի լավ էր։ Արցախն ու ազատագրված տարածքները չէին կորցրել։ Նպատակս չէ թվարկել, թե նաև որքան արատավոր երևույթներ կային այդ ժամանակներում, ընդդիմադիր գործիչ եմ եղել, գիտեմ, այլ ուզում եմ ասել, որ եթե 3 նախագահների օրոք էլ ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորություն չկար, ամեն օրվա իշխանավոր իր հակով օրենքներ էր գրում, համակարգեր ստեղծում, միշտ էլ կգտնվի Փաշինյանի նման արկածախնդիր, որ ժողովրդի նուրբ թելերի վրա խաղալով իշխանությունը կվերցնի, հնարավոր բոլոր փորձանքները երկրի գլխին կբերի ու եթե ուզի կվերընտրվի, ինչքան ուզի, այդպես ուզի կկառավարի։ Իսկ Պուտինի հետ հարցեր լուծելուն ունակ Էրդողանի ու Ալիևի հետ քյալլա տալուն պատրաստ ուժեղ տղերքը խեղճացած կասեն, դե ինչպես երկրի պայծառ ապագայի ծրագրեր խոսենք, քանի չենք կարողանում դաժան ներկայի մեղավորի հարցերը լուծել։ Դե ինչ ժողովուրդ ջան, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտենյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։